Երեք երեկոյան ուշով հետևել եմ Ալիևի այսին եւ թուրքական արձագանքներին, ինչու՞ չէ նաեւ ադրբեջանական իրազեկության ուրեմն աղբյուրներին, հարթակներին եւ սա Թուրքիայում սպասված այց էր։ Քանզի բոլորս գիտենք, որ ամիսներ առաջ եւ տարբեր քաղաքական հարթակներում եւ առհասարակ որոշակի ասեկոսենների շշուկների արձագանքների մեջ պատտվում էր այն թեզը, թե իբր այն լուրը, թե իբր մեծ սառնություն կա, անջրպետ կա Ալիևի եւ Էրդողանի միջև։ Ինքս դրան չհավատալով եւ միշտ ասել եմ, որ սկսած 2016 թվականի 4-օրյա պատերազմի ավարտից հետո աստիճանաբար Ադրբեջանի Հանրապետությունը վերածում թուրքական վիլայեթի։ Ինքը սա շատ լավ գիտակցում է Ռեջեփ Էրդողանը, շատ լավ գիտակցում է նաև Ալիևը։ Այլ բան է, որ նա փորձում է դառնալ երկու տիրոջ ծառա, Ռուսաստանի եւ Թուրքիայի, եւ կարծեք թե իրեն հաջողվում է։ Ալիևի հռետորաբանություն ասելը շատ մեղմ է։ Ես չեմ ընդունում ձեր այդ արտահայտությունը, Ալիևի հռետորաբանությունը, սա Ռուսաստան, Թուրքիա, Ալիև, այս Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, այս երանգյունու, այս տրագիկ երանգյունու ռազմավարական քաղաքականության, այսպես ասած, սանձարձակ դրսևորումն է արդեն ակնհայտ կերպով։ Ինչու համար եմ սա ասում։ Բազմիցս կրկնել եմ, այսօր ժամանակ չունեմ կրկնելու, կարծում եմ շուտով դրա ժամանակը կգա, մեր հասարակական քաղաքական ամբողջ անձնակազմը Հայաստանի Հանրապետության, ինչու՞ չի նաև մեր պետական establishment-ը չեն ուզում պատմությունից դասեր քաղել։ Անկեղծորեն եմ ասում, ցանկացած ոլորտում եմ ասում, շուտով մենք կանդրադառնանք նաև մասնակի հարցերի։ Մարդիկ անպատրաստ կերպով իրազեկված չլնելով մեր պատմության մութ խորքերին, չիմանալով ինչ է կատարվել մեր ժողովրդի հետ, երբևիցե փորձ չանելով չհամադրել Սարդարապատը եւ Կարսը, մենք պիտի ունենանք հերոսական դրվագներ հաջորդ օրվա ապագա ապրելու համար հանձին Սարդարապատի եւ մենք պիտի ունենանք խայտարակ ամոթանք անցյալ հանձինս Կարսի հանձման կամ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի, որոնք անմիջապես արգասիկ են, հետևանք էին Կարսի խայտարակ հանգման, ինչու՞ չի նաև այնուհետև Ալեքսանդրապոլի գրաման եւ այլ եւ այլ։ Եվ ասեմ ինչը գալիս է այդտեղից։ Տեսեք, Ալիևը խոսքս Լամուկ Ալիևին է վերաբերում, Կրսեր Ալիևին է վերաբերվում, հորջորջում է տարիներ շարունակ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա այն սահմանը, որը ունեցել է 1915 թվականի մայիս-հունիսին ստորագրված Բաթումի հաշտության պայմանագրի հիման վրա։ Այսինքն շուրջ 10,000 քառակուսի կիլոմետր, 9,837 քառակուսի կիլոմետր, ուր ընդգրկված չեն Սևանի Գեղարքունիքի մարզը, ուր ընդգրկված չէ Շիրակը, ուր ընդգրկված չէ Սյունիքը, ուր ընդգրկված չի Նախիջևանը, Զանգեզուրը եւ այլ։ Լորվա մեծ մասը գիտեք վրացիք ունեն լուրջ խնդիրներ։ Ահա այս համատեքստում Ալիևի հորջորջանքները, սպառնալիքները խաղաղության գնալու հետ կապված արդեն ավելի սանձարձակ են դառնում, որովհետև եթե խոսքը գնում է Սարիղամիշ Նախիջևան գազամուղի կառուցմանը կամ բացմանը, ապա նա անպայման պիտի ունենա իր շարունակությունը Նախիջևանով անցնի դեպի Բաքու։ Ամբողջ խնդիրը սա է, եւ սա չնկատելու տալ, բերել ասել խաղաղության խաշմերուկ եւ այլ, գիտեք, մեր ճանապարհները բացեն ձեզ համար։ Ողորմելի արդարացումներ ես չեմ ընդունում։
Առայժմ չեմ ուզում թիրախավորված հասցեական խոսել, բայց այս ողորմելի արդարացումներ չեմ ընդունում։ Ինչպես նաև չեմ ընդունում միջազգային շատ խնդիրներում, այդ թվում իրավական հարցակներում, մարդու իրավունքների ոլորտում ես հա չեմ ընդունում, որովհետև ունենք պատմության փայլուն օրինակ 1939 թվականին, երբ Անգլիայում հաղթեցին լեյբորիստները Չեմբերլինի գլխավորությամբ, դուք գիտեք ինչ հայտարարեց Չեմբերլինը, պիտի ընտրենք կամ արժանապատիվ խաղաղություն կամ ուրեմն ծանր անկանխատեսելի պատերազմ, ճակերտավոր ընտրեցին արժանապատիվ խաղաղությունը, որը մեծ քաղաքագետ Ուինստոն Չերչիլի խոսքերով դարձավ եւ պատերազմ եւ ամոթաբեր խայտառակ խաղաղություն կամ ասենք ընդունելու գերմանական լուծը, ամբողջ բանը սա է։ Մեր դիվանագիտությունը եւ մեր պաշտպանության նախարարությունը պիտի աշխատեն non-stop ռեժիմ, այսինքն անընդհատ առանց ընդմիջման։ Ինչու համար եմ ես սա ասում։ Տեսնելով Զելենսկի-Թրամփ հանդիպումը, Թրամփ-Զելենսկի հանդիպումը, ես եկա այն հետևության, որ չնայած ես միշտ էլ ունեցել եմ այդ կարծիքը, որ միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կամ համապատասխան գերատեսչությունների, արտաքին գործոս նախարարության, անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության ցանկացած քայլ կամ ցանկացած, այսպես ասած, խրախուսելի ու ասեմ, հոգուտ հայկական ասեմ, կամ ինչ-որ օբյեկտիվ ուրեմն բանակցություններ անպայման պիտի ավարտվեն պայմանագրով։ Անպայման պիտի ունենան պայմանագրային ելք, արդյունք, այն էլ պիտի շեշտված լինի բոլոր կողմերի պարտավորությունները հստակ մեխանիզմներով։ Պիտի հաշվի առնեն զսպումների եւ հակակշիռների հստակ մեխանիզմները։ Ինչու համար եմ սա ասում։ Մենք նաև Ալիևի դեպքում կնքենք պայմանագիր եւ վստահ լինենք, որ պայմանագիրը կատարվի։ Այո, հիմա շուտով կանդրադառնամ դրան։ Մենք ունենալով 1997 թվականին առաջին նախագահի ժամանակ ունենալով հայ-ռուսական բարեկամության եւ փոխադարձ օգնության մեծ պայմանագիր, չէ, ռազմավարական, ինչ խոսք որպես թղթի վերածված պայմանագիր ռազմավարական տեսանկյունից, որպես այսպես ասած white paper, այսպես ասած, շատ լավ է, շատ դրական է, բայց ես ուզում եմ շեշտեմ, մեր երկրի ղեկավարությունը նախորդ 20 տարվա ընթացքում, 25 տարվա ընթացքում տեսնելով, որ իրենց աչքի առջև ակնդետ կերպով Ադրբեջանը մի քանի միլիարդ դոլարի հասնող ռազմական փոխօգնության պայմանագիր ուներ Ռուսաստանի Դաշնության հետ, այլևայլ բաներ, ես ուզում եմ տեսնեմ, մեր երկրի ղեկավարությունը այս հարցը, որը հավասարի հետ, ռազմավարական դաշնակցի հետ բարձրացրել են, այս տագնապը, այս անհանգստությունը ունեցել են, թե ոչ, իհարկե ոչ, պատասխանը ես ասեմ։ Ադրբեջանի պարագայում ես պիտի ասեմ, կրկին ու կրկին, քանի որ Երևանի փողոցներում քայլելով հարյուրավոր հազարավոր մարդիկ ինձ մոտենում եւ անդադ հարցնում են, կրկին ու կրկին ես պիտի ասեմ, լայնածավալ պատերազմական գործողություններ այս պահին բացառվում է։ Կլինեն սահմանային լարվածություններ, էսկալացիաներ, միգուցե բախումներ, միգուցե փորձ սահմանային խախտումների վերաբերյալ, ես եւս դա կարծում եմ դա էլ կարող է չլինել, բայց չեմ բացառում։ Բայց որ Ադրբեջանի հետ մենք պիտի ունենանք, երբ որ սկսել ենք անցյալ տարվա ուրեմն մայիսի Ստավուշում սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ, դա պիտի խորապես շարունակվի, ես դա աներկբա է, դա չի քննարկում, դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ Ինչ խոսք դիվանագիտական ասպեկտից, դիվանագիտական տիրույթից փորձենք վերադառնալ մեր բանակաշինությանը եւ մեր բանակաշինության գործընթացը 10 անգամ պիտի արագ կատարվի։ 2018 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, սեպտեմբերի 26-ը մենք բանակաշինության մեջ ունեցել ենք, հիմա ես ասում եմ, ունեցել ենք 0 առաջընթաց, ունեցել ենք 0 գործողություններ։ Ինչ եք կարծում, եթե կառավարության ղեկավարը հարցնում է կառավարության նիստին պաշտպանության նախարարին օրվա
ինչ պիտի անենք պատերազմի սպառնալիք եւ եթե նա առանց ծանր ու թեթև անելու հայտարարում է, որ նոր պատերազմ, նոր տարածքներ եւ դրանով մենք հպարտանում ենք միանգամից ժպիտները գալիս մեր երեսին, այնիշ տեսնում ենք, որ դա այդպես չէ, այնիշ տեսնում ենք, որ դա բուտաֆորիա է, դա թվացial, դա իմիտացիա էր ընդամենը։ Եվ մենք այսքանից հետո ուզում ենք ասել, որ 3 տարի, այո, մենք 3 տարի ձեռներս ծալած, ես չեմ ուզում խոսեմ այդ ելակի հետ կապված, չեմ ուզում ներքնաշորերի հետ կապված, այդպիսի բաներ չեմ ուզում ասեմ, Քավլիցի մենք դրա ժամանակը չունենք, բայց ես ասում եմ, որ ունենալով հստակ ընդգծված արտաքին քաղաքականություն դիվանագիտական տիրույթում զսպումների եւ հակակշիռների եւ Միացյալ Նահանգների հետ եւ Ֆրանսիայի եւ Եվրոմիության տարբեր երկրների հետ, ինչու՞ չի նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի հետ, մեր հարևանների Վրաստանի հետ, մենք դրանց զուգահեռ ավելի արագ տեմպերով պիտի կարողանանք ավարտին, ոչ թե ավարտին հասցնել, բերել այն աստիճանի, բերել այն մակարդակի, այն լեվելը ունենալ, որ ասենք մեր բանակին զուգահեռ նաև որ հիմա կան արդեն տարածքային ստորաբաժանումներ աշխարհազորի, չէ, այդ լևի մասը որ կա, կամավորների եւ ես ասում եմ մեր կարծեմ ոչ միայն Վազգեն Սարգսյանը, քանի որ վերջերս իր ֆիլմն է ծննդյան օրն էր, այո, եւ այո, եթե մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղության, մենք միշտ պիտի հոգ տանենք մեր բանակի մասին։ Եթե ընտրում ենք մեր խաղաղությունը մեր ուժերով, ապա մենք պիտի անընդհատ մտածենք բանակի մարտունակության, ռազմական վերազինության։ Վերջերս հանդիպել եմ, տեսեք, մեր ճանաչում եք մեր քաղաքական փորձագետներից, ռազմական փորձագետներից Լեոնիդ Ներսյանի հետ, տեսեք, այնքան փայլուն զրույց ունեցանք։ Պարզապես չեք պատկերացնում, իսկականից այնքան փայլուն զրույց ունեցանք եւ հետախուզության առումով, արտաքին հետախուզության առումով, ռազմատեխնիկական սպասարկման, գիտեք, մենք ես ինչպես որ ասացի, մենք պիտի աշխատենք non-starter ռեժիմով, այո, դա պիտի աշխատենք։ Եթե իրոք Հնդկաստանը այսօր կարողանում է ապահովել դա ֆրանսիական արտոնագրով, լիցենզիայով, ապա ինչու՞ չի նաև մենք չպիտի աշխատենք, ասենք, այլ երկրների հետ։ Եվրոպական երկրների հետ, կարծեմ այդ թվում նաև Բելգիայի հետ կան հնարավորություններ ունենք աշխատելու, ելի եվրոպական երկրներ կան, Չեխիա կա, Լեհաստան ունենք հնարավորություն ունենք աշխատելու, ես սա պիտի տքնաջան աշխատանքով արվի, ասեմ ավելին ունեցել ենք նախկինում այսպիսի դիվերսիֆիկացված կամ բազմաթիրախ արտաքին քաղաքականություն, որը պիտի ընդգրկվի հատկապես խաղաղությունը, երկրի պաշտպանունակությունը, սահմանների անվտանգությունը, ինչու՞ չէ նաև Արցախի ինքնորոշման հետ կապված մեր ուրեմն երազային խնդիրները։ Ոչ, մենք այդպիսի արտաքին քաղաքականություն չենք ունեցել, այսօր էլ զարամախտով տառապող շատ պետական գործիչներ, այդ թվում երկրի նախորդ նախագահները եւ երկրի արտաքին գործոս նախարարներն ու պաշտպանության նախարարները փորձում են սպիտակը ներկայացնել սևի փոխարեն, ասել, որ իրենք ինչ-որ բան ժամանակին արել են, ժառանգություն են թողել, ոչ, այդպիսի բան չկա։